Ելի հայրենակիցներ, ինչպես եւ սպասելի էր, իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալլահ Շուքուր Փաշազադեի հակա եկեղեցական հայ առաքելական եկեղեցու դեմ զառանցանքներից 2 օր անց կապիտուլյանտ Նիկոլը Հայաստանում նախաձեռնեց նոր հարձակում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Երեկվանից Նիկոլին սպասարկող որոշ ճենճոտներ փորձում են ներկայացնել, թե իբր թե եպիսկոպոսած դասը կամ հոգևորականները դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին չեն։ Ինչպես եւ սպասելի էր, այսօր գրեթե նույն հիմարությունը արդաբերեց Նիկոլ Անհողը։ Աղանդավոր Նիկոլ Անհողը, ով բազմաթիվ անգամներ իր Facebook-յան էջում չթաքցնելով, որ ինքը աղանդավոր է, դրել է կյանքի խոսք աղանդի հոգևոր հովիվ կարելի ասել այդպես Վահե Պետրոսյանի քարոզները մարտով իրեն ներկայացնելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ դպրոցական ծրագրերից հանեց հայ եկեղեցու պատմություն առարգան իբր թե դա հայոց պատմությանը միացնելով, որը կեղծիք է եւ սուտ մարտ ով ՄԱԿ-ի ամբիոնից ցիտում էր Աստվածաշնչից մի դրվագ, որը չէր համապատասխանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու թարգմանությանը Աստվածաշնչի եւ հետո պարզվեց, որ դա եւս աղանդավորների կողմից ընդունված ուրեմն թարգմանությունն է եւ այդ մարտը այսօր հայտարարում է, որ ոչ մի հարձակում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ չկա եւ եպիսկոպոսած դասը դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին չէ եւ դա իբր թե պետք է այդ մասին գրված լիներ։ Հետաքրքիր է, օծված մարտը ոնց կարող է հայ առաքելական Սուրբ եկեղեցին չլինի։ Երեք Եղոյան Արման անունով ինչ որ մեկը քայլիստներից հայտարարում էր, թե ինչպես կարող եք դուք Հուդա անվանել մեկին, ով օծված է։ Այո, Եղոյան Արմանես ինչ ես։ Այդ հարամը ոչ թե սովորական դավաճանը ինքը Հուդա է, այո, որովհետև ինքը դավաճանել է ոչ թե սովորական մարդու, այլ այն մարդուն, ով իրեն օծել է։ Իսկ հիմա կապիտուլյանտ Նիկոլին պատասխան։ Նիկոլ Անհող, դու ոչ թե միայն կատարում ես թուրք-ադրբեջանական տանդեմի պատվերը, հարձակվելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, դու նաև դա անում ես քո ուրեմն շահերից դուրս գալով, որովհետև դու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ չես, դու աղանդավոր ես, բողոքական ինչ որ եկեղեցու երկրպագու եւ փորձում ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու մեջ ներդնել բողոքական տարրեր։ Իսկ հիմա Նիկոլ Անհողին հարց։ Երբ որ մարդիկ քննադատում են քո նման դավաճանին, ինչու ես այդ մարդկանց հետապնդում, ինչու ես այդ մարդկանց persona non grata հայտարարում այն պարագայում, երբ որ ասենք այդ նույն մարդիկ, թե Հայաստանի ներսում, ում հետապնդում ես, թե Հայաստանից դուրս, ում persona non grata ես հայտարարում, ոչ թե քննադատում են Հայաստանին կամ հայ ժողովրդին, այլ քո նման դավաճանին, բացահայտում են քո ամբողջ էությունը։ Այսինքն ըստ քեզ դու Հայաստանի Հանրապետությունն ես եւ հայ ժողովուրդը երբեք չի կարող լինել նման բան։ Դու ժամանակավոր աղետ ես, որը ցավոք սրտի շատ մեծ հետևանքներ է ունենալու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, բայց ես հուսով եմ, որ դու շատ արագ կմաքրվես Հայաստանի քաղաքական թաթերաբեմից։